Ողջունում եմ մեր հեռուստադիտողներին, հավատարիմ հետևորդներին համացանցում, քեզվան Ողջույն Դավիթ, ողջույն մեզ հետևող մարդիկ եւ Բագրևանդ ենք ուղևորվում, որովհետեւ մեզ այնտեղ սպասում են բլոգերներ եւ Art Focus-ի համահիմնադիր Հովհաննես Մարկոսյանը եւ Լիլ Դավթյանը բլոգեր։ Իսկ Լիլ Դավթյանը Art Focus-ի համահիմնադիրը։ Մենք կպարզենք դա կարծում եմ։ Իդեպ վերջին շրջանում հաճախ ենք այդտեղ լինում, մենք վերջերս այցելել էինք նրանց հարևաններին, ովքեր համատեղությամբ նաև բարեկամական կապեր ունեն Հովհաննեսի հետ, իսկ թե ինչի մասին է խոսքը։ Դա էլ կպարզենք, պարզելու շատ բաներ կան կարծում եմ, գնանք տեղում պարզենք։ Գնացինք դեպի Բագրևանդ։ Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն արկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Բարև ձեզ Մարկ։ Բարև ձեզ Լիլի, ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Շատ հաճելի է, համեցեք։ Ինչպես է տրամադրությունը, ինչպես է։ Ես հասցրել եմ 3 հետևել ձեր սթորիներին եւ հասկացա, որ հատուկ մարդիկ էին եկել, ովքեր պատրաստում էին ձեր տունը ներկայացնելու։ Այո։ Ոնց անցավ։ Շատ իրեր, իհարկե, եթե իրենք չլինեին, ինձ թվում է այսօր տենց շուտ չենք կարողանա պատրաստվել ու ձեզ սիրուն ցույց տալ, որովհետև իրականում մեր տունը մենք ռում տուր չենք արել։ Սա առաջին անգամ մեր հետևորդների համար ռում տուրը ու կտեսնեն սիրուն Պրեմիերա մեր եթերում կարելի է ասել։ Շատ հաճելի է։ Շատ հաճելի է։ Երբ եք ձեռք բերել այս բնակարանը, որքան ժամանակ է արդեն այստեղ եք ապրում։ Հունիսի ապրիլի 1-ից, բայց ձեռք ենք բերել 1.5 տարի առաջ գերթե։ Այսինքն բավականին երկար տևեց վերանորոգման աշխատանքը։ 6-7 ամիս էլի, 7 ամիս։ Խնդիրներ, նյարդային կծկումներ, ջղաձգումներ եղել են, որովհետև երկրում չենք եղել վերանորոգման ժամանակ։ Միացյալ Նահանգներից ենք հետևել ընթացքին on-line, մի քիչ դժվար էր գույների ու մնացածի հետ կապված ամեն ինչ on-line ենք կազմակերպել, բայց ոչինչ, կարևորը ստացվել է վերջում այն ինչ որ մենք պլանավորում ենք։ Ասենք որ հայրիկս մեզ ներդրում ա ունեցել, այնքան որ FaceTime Մեր վստահված անձն է եղել, էլի։ Զանգում էր մեզ վիդեոյով ցույց էր տալիս, հենց ու օրը 3-4 անգամ, դից ոնց որ վերջացրել ենք։ Իսկ ինչ կապ ունեք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Ես ասեմ։ Ես ասեմ։ Դու ասա։ Սկսենք այն ամենանախաբանից էլի, ոնց ասում են, 19 թվականին հայրիկս գրին քարտ աշահել ու ընտանիքով տեղափոխվել ենք Միացյալ Նահանգներ։ Հետո այդ ժամանակ մենք 1 տարի էր ինչ ընկերություն էինք անում, հաջորդ տարի նշանվել ենք, հետո ամուսնացել ենք, հետո իր կամքին հակառակ ես իրան հրավիրել եմ Միացյալ Նահանգներ, պահանջել եմ որպես ամուսին, տենց մի 2.5 տարի էլ սպասել ենք մինչև իր գրին քարտն ա եղել, մի խոսքով շատ դժվար ճանապարհ էր իրականում, բայց վերջը ստացվեց այնպես, որ տեղափոխվեցինք Հայաստան ու այստեղ է մեր հիմնական բնակության վայրը։ Եվ դա շատ լավ է, եւ ես ուրախ եմ անկեղծ ասած, որ վերադարձել եք։ Քանի մետր քառակուսի է ձեր տունը։ Կարծում 85, պլյուս պոչ, բայց 85 ոնց որ։ Այս դռնից այն կողմ որ հատվածն է։ Սա սանհանգույցն է։ Չէ, սանհանգույց երևի թե չենք մտնի, եթե իհարկե չունեք լողավազան եւ այդտեղ բացարձակ հեգնանք չկա, որովհետեւ մեզ հանդիպել են այնպիսի տներ, որոնք ունեին սանհանգույցում։ Դերֆիններին բաց տանք։ Եթե չեն վնասի ձեր վերանորոգումը, ապա այո։ Չեն մտնելու գնացեք։ Վարձված բաներ էին, դերասաններ էին։ Դերֆինների։ Բարձրաց դերասաններ, շատ շնորհակալություն, անչափ շնորհակալ եմ ես։ Ամենալավ կոմպլիմենտը վերջի շրջանում որ լսել էի դա էր։ Մարկ ոնց ես։ Վայելում ես մանկությունը։ Հələ մի հատ գլգնա ապերներին բարևիլ է։ Նա բարևել է մեզ արդեն։ Հա։ Այո, եւ շատ ջերմ ընդունեց։ Այսօր Մարկին մանկապարտեզ չենք տարել, որ
մեզ հետ անցկացնի օրը, Ահա։ բայց հուսանք չենք փոշմանի օրվա ավարտին։ Ես վստահ եմ, որ չենք փոշմանի, որովհետև նա մեզ շատ լավ է ընդունել, բայց Ես արդեն փոշմանում եմ։ ընկերներ, խնդրում եմ պատմեք ինչով եք զբաղվում։ Ասենք երևի Լիլիթից։ Ահա։ Լավ, ես մասնագիտությամբ միջազգայնագետ եմ, ավարտել եմ ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների բաժինը, բայց երբևէ իմ մասնագիտությամբ չեմ աշխատել։ Ու այնպես ստացվեց, որ Հովոյին հանդիպելուց անմիջապես հետո ինքը արդեն Instagram-ում որոշակի հայտնիություն ուներ, միտք ծագեց, որ բլոգ պիտի սկսեմ ու այն ժամանակ, երբ մենք Միացյալ Նահանգներ պիտի տեղափոխվենք, հենց այդպես եղավ թեման, որ հայալեզու ես չէի հանդիպել, որ գրին քարտի կամ Միացյալ Նահանգների մասին պատմեին ու քանի որ այդ շրջանում ես ինքս այդ ինֆորմացիայի կարիքը շատ ունեի, հասկացա, որ լիքը մարդկանց օգտակար կլինի, այդպես սկսեցի այդ էր սկիզբը Միացյալ Նահանգներում իմ բլոգը։ Իսկ Հովոն իր մասին կպատմի։ Ես Տիցյանից եմ, Ահա։ սկսենք այդտեղից արմատներով, բայց ուսումս այո, այնտեղ եմ ավարտել, համ դպրոցը, համ քոլեջը, բայց ինձ որպես մասնագետ գտել եմ Երևանում, սկսել եմ աշխատել Երևանում 2016 թվականի վերջ, արդեն 10 տարի ինչ օպերատոր եմ հարսանեկան, հանդիսանում եմ համահիմնադիրը Art Focus Production-ի։ Մենք վերջերս այցելել էինք ձեր քրոջ տուն։ Դիմացի շենքը Ընդամենը մի քանի մետր ենք իմ գործընկերներն են, չենք կարողանում իրարից Ահա։ գործընկերներն են, բայց Արուսիկը իմ քույրն էլ է նաև։ Ես ասացի, որ այցելել էինք ձեր քրոջ տուն, նկատի ունենալով հենց Արուսիկին։ Դուք նշեցիք, որ միջազգայնագետ եք, բայց երբևէ չեք աշխատել ձեր մասնագիտությամբ, ինչով է դա պայմանավորված։ Ճիշտն ասած, դեռ այն ժամանակ, երբ նոր պիտի ընդունվեի ու ընտրեի բաժին ինձ համար, տատանվում էի իրավագիտության ու միջազգայնագիտության այդ արանքում, նույն մասնաշենքում էին իրար վերև ներքև, միշտ մտածում էի, որը ինձ ավելի հոգեհարազատ կլինի, հետո հասկացա, որ ավելի շատ երևի հենց միջազգայնագիտությունը, որովհետև քաղաքագիտությունը մի տեսակ իմ մեջ այդ հետաքրքիր զարգացում էր ունեցել մանավանդ պապայիցս, ինքը մասնագետ չի, ուղղակի միշտ շատ ակտիվիստ է եղել։ Ակտիվ ակտիվիստ։ Այո, ակտիվ ակտիվիստ է եղել, այդպես միշտ հետաքրքիր է մեր տանը այդ թեման քննարկվել է, բայց երբ արդեն եւի երրորդ կնես ընդհատեմ, ասեմ, որ շատ բան իմաց, քանի որ ինչ որ հրատապ լուրեր կամ ինչ-որ նորություններ, թե քաղաքական բան, ես երբ որ իրար հետ ենք գնում, ասում Մելքոն ջան, հենց կբացատրես, այս ինչ եղավ ու ինքս շատ հավեսով, ուրեմն լսի, էսի սենց է լինել, ինձ ամեն հարցի պատասխան գիտի, բայց այնպես չի որ հորինում է կամ իր կարծիքն է ասում, իրողությունը շատ լավ է բացատրում, բայց դու չգիտեմ, այդ մասնագիտությամբ չի գնացել։ Սխալ էր, ինքը պիտի ինքը պետք է, հա, քաղաքային ֆիզմատն է ավարտել, մաթեմատիկայի բաժինը։ Հա, իդեալական հաշվարկներով։ Ես տենց մի երրորդ կուրսից ուղղակի ավելի խորը ուսումնասիրելուց հետո մասնագիտությունը հասկացա, որ իմ մասնագիտությունը կոնկրետ պահանջում է ավելի շատ կարիերա, քան ընտանիք, այդ համատեղումը չի պատկերացնում ու ես էլ ընտանիքի մարդ եմ իրականում։ Հասկացա, որ երևի ինձանից շատ բան կպահանջվի։ Ինչ ես։ Դե կտրենք, հա։ Չէ, կապիտում։ Խի։ Ես ուստի չի անկայնում։ Իսկ ես քո պլանները մեզ չի մտնում։ Դե դեմ ասում, եթե ես շարունակեի այդ մասնագիտությունս խորացնել, դու իմ պլանների մեջ չէի մտնելու էլ։ Հետո տենց։ լավ, Ինչ ցենք խոսում։ շատ մեծ հեռուստացույց ունեք եւ բավականին մեծ բազմոց, ովքեր են ձեր հյուրերը լինում, թե սա միայն ձեզ համար է։ Ավելի կոնկրետ Հովանեսի։ Հեռուստացույցը, տեսեք, քանի որ բախտավիճակը, որ ապրում ենք Միացյալ Նահանգներում գնում գալիս ենք, սա բավականին այստեղ թանկարժեք հեռուստացույց է, որը այնտեղ բավականին մաչելի է։ Ու անգամ բերելով, մաքսազերծելով, մաքսազերծված է Ժորժ ջան, ով որ այդ մասով պատասխանատու է, այո, մաքսազերծված է, անգամ այդ պարագայում երրակի էժան է, քան թե խանութներում, դրա համար տենց ոնց որ մեկ է ես ու աներս ենք փաթաթել ու մոտորապես ինքը 7 օր եկե 8 օր Ամերիկայից եկել է, բայց մենք 11 օր բացել ենք իրան։ Ահա։ Մի 3 ադյալ 4 հատ
վերմակութած կոճա գնացը վրեն սենց Բայց հանուն արդարության հերոստատիկ Վերմակներն էլ հասցրեցիք մաքսազերծել, որովհետև այդ քանակի վերմակ բերելը էին վրեն հետքեր կային դեղին, ասացինք որ էդի դեղին հյութ է։ հասկացա։ Ով է զբաղվել դիզայնով, չնայած ասացիք, որ հերավար է ամեն բան տեղի ունեցել, բայց վստահաբար մարդիկ եղել են, ովքեր դիզայնով զբաղվել են կամ հենց ձեր նախաձեռնությունն է եղել այս ամենը ճիշտ տեղավորել։ Չէ, մեր նախաձեռնությունը միայն չի եղել, ինձ թվում է, եթե դիզայներական ընկերությանը չդիմեինք, ով մեզ օգնեց այս հարցում, երևի այսքան ճիշտ չենք կարողանա դասավորել, որովհետև տունը լրիվ 0 վիճակում ենք վերցրել ու ընդհանրապես չէի պատկերացնում ես ինքս ոնց պիտի կահավորենք, որ ամեն ինչ տեղավորվի, չնայած որ վերջին հաշվարկով հասկացանք, որ թվում էր մեծ է, բայց վերջում էլի լիքը բան ոնց որ տեղ չանի է ստան մեջ։ Ամենակարևորը ինքը չունի աշխատասենյակ, ինչի համար ինքը պայքարում էր, բայց հուսանք ապագայում ավելի մեծ տուն կունենանք ու Կպատմեք ձեր միության պատմությունը, ինչպես է դա ստացվել, արդյոք դուք եք համացանցով ծանոթացել, թե ոչ։ Ես միշտ արդեն հեսա որ 30 եմ ու ես ինչքան իրան ճանաչում եմ, միշտ մեծ սկզբից մեծ սուտ էի պատում, ինքը ես Ժնևից թռնում էի, ասենք Բրյուսել, Ջոն ու ինքը հավաքար էր այրապորտում, հետո տենց մոտեցա թեավճար տվեցի, տենց կոնտակտվեմ, բայց հիմա էլ չեմ ասի։ Դե հիմա անցնենք ճշմարտությանը։ Ես էլ դրա հակառակը կպատմեմ, հա։ Որը։ Որ դուք աշխատում եք ավտոկայանատեղիում եւ արի։ Security աշխատողներ։ Իրականում համացանցով ենք Հնդիկ առաքիչ է, բանը։ Չէ, համացանցով ենք ծանոթացել ու այդ վաղը art focus-ը ու այս հարսանեկան ոլորտը նոր թափ էր հավաքում։ Եթե կհիշեք, որ ժողովուրդը արդեն թերթերից, Facebook-ից ու մնացած սոցցանցերից գալիս էին նոր Instagram։ Երևի թե գրава Գրկեք փոքրիկին, խնդրում եմ։ Ես Ուզում եմ խաղանք։ Նաև շատ Խոսամարկ։ Ինչ խաղան բալես։ Ես Հա, երեխան ուզում է որ խաղակ իր հետ ընդամենը, Նա Հովհաննես։ խաղա, ես կպատմեմ։ Հա, Ահա։ Բայց ճշմարտությունը, խնդրում եմ, խոստացեք ասել ճշմարտությունը եւ ոչինչ բացի Ես ճիշտ ճշմարտությունից։ ասած այս պատմության մասին նույնիսկ երկար հոլովակի մեջում ունեմ, որովհետև միշտ իմ հետևորդներին էր հետաքրքիր ոնց ենք ծանոթացել։ Իրականում պատմությունը շատ պրիմիտիվ է, ոչ մի բարդ բան չկա։ Ես ընդամենը հովոյի հետևորդուհին եմ եղել, այսպես ասած, ավելի շատ իրանց գործունեությանն էի հետևում, հարսանիքներն էի նայում, ինքը ավելի շատ հումորային կոնտենտ էր այդ մասով վարում։ Ու սենց արձագանքում էի նամակներով, ավելի շատ սմայլիկներով պատասխանում էի, բայց իմեջը փակ, սովորական, այն private, սովորական անձնական էջ էր, որին ինքը նկատեց եւ follow արեց ինձ։ Մեր ազնագազմի մայկաները, որ մենք տպում ենք, տենց փռած նկարել է, գրել էր ինձ էլ կտակ, ես էլ հագնում ձեր թիմում աշխատեմ, տենց հումորով, օհո, բան սենց։ Իմ արև տենց է եղել։ Բացեմ ցույց տամ։ Այո, ես պնդում եմ, որ բացեք եւ ցույց տաք։ Բայց քոնի տորի օրթն իր 73 թվից իր։ Ես ընդհանրապես սմայլիկ եմ դրել ու ինքը ինձ follow արել ու հետո ծանոթացել է հետո։ Թող լինի այդպես, գնացել էի Սիսյան։ Հա, դու այդ պատմի, այդ ռոմանտիկ։ Հա, գնացել էի Սիսյան ու դա ես ծննդով Սիսյանից եմ ու շուշտ եմ գնում։ Այնտեղ մենք իրար հետ խոսում էինք Instagram-ով, ներողություն, խոսում էինք իրար հետ Instagram-ով ու իր մարդկոցը ու որ այ պետք է նստեր, գրեց ասես դե ես չունեմ արդեն զայատկա, պետքա չխոսանք իրար հետ, ասի մի րոպե սպասի ու ես Ես տպարծում եմ, որ հավերժ զայատկա չէի ունենալ։ Ես նստում եմ իմ մեքենան, Սիսյանից գալիս եմ Երևան։ Հա, Լուրջ։ Հա։ Ասա որ հա։ Հա, իրոք ճիշտ։ Power bank եմ առնում, Ահա։ ու գնում եմ դալմա, որ տամ իր զայատկեն չնստի։ Ու տենց դա եղել է մեր առաջի Շատ ռոմանտիկ էր, անկեղծ ասած շատ ռոմանտիկ պատմություն էր, ըստ այդմ հաջորդ հարցը։ Սա Հովհաննեսի ռոմանտիզմի դրսևորումն է։ Այո, ես եմ թխե, առավոտ շուտ։ Այս հա ծաղիկը ես եմ աճացրել այսօր։ Չէ, լավ, ճիշտն ասա, ես եմ առել այսօր այս ծաղիկները։ Ինչու, որպեսզի գեղեցիկ լինի, թե որպեսզի Հովհաննեսը ռոմանտիկ երևա։ Չէ, եթե այդպես լիներ, կստեի ես եւ կասեմ, բայց չէ, այո, անկեղծ պիտի ասեմ, որ Հովոն իրոք իմեջում լիքը վիդեոներ կա, բոլորը տեսել են, որ ինչ շատ է նվիրում յասաման, ու հենց այս յասամանի սեզոնին ես միշտ իրան ասում եմ, որ շատ եմ սիրում, ինքը միշտ թարմացնում էր յասամանը, բայց այսօր չի հասցրել ոչինչ, ես
Ոչինչ, ամեն բան ներելի է։ Մարդ է եկել տուն, դե լավ։ Այո, Կարելի է նաև պիտի պատրաստ ըմբռնումով մոտենալ։ Դուք իրականում ձեր զրույցի մեջ բավականին նուրբ տոնով վիճում եք իրար հետ, բայց այդ ամեն ինչի մեջ կա նաև շատ հումոր։ Որն է ձեր վեճի հիմնական թեման լինում եւ արդյոք մշտապես հումորը ուղեկցում է, թե կան նաև տուր եւ դմփոց։ Ես կասեմ, այդ հարցին կոնկրետ ուրիշ ձև պատասխանեմ։ Ուրեմն մենք այսքան տարի իրար ճանաչում ենք, առ չորվանից մինչև առ այսօր չի եղել 24 ժամ, որ մենք իրարից նեղացած մնանք։ Որն է դրա բանալին։ Չգիտեմ, երևի չեմ կարող ասել։ Երկուսս էլ իրականում sense զիջումների գնում ենք, բայց շատ լուրջ վեճեր չեն լինում։ Տուրը դմփոցներ չեն լինում։ Հիմա մանավանդ առօրյայում տենց առօրյա հարցերով ենք հնարավոր է իրար հետ վիճում նկարահանումների պատճառով, որովհետև ինքը պիտի նկարվի իմ գովազների մեջ, ինքը համաձայն չի լինում։ Պիտի։ Դե լավ, ընտանիք ենք մենք, կոնտենտ ենք ընտանեկան։ Սա դուք դուք խոսա։ Ստիպված։ Դե հետո երկուսով էլ բնավորությամբ իդեալիզմի չենք ձգտում, հա, ավելի շատ պրագմատիկ ենք։ Այդպես եթե ինչ-որ մի բան կազմակերպենք, որ մի բանը թերի լինի, այդպես կասեն, դե օքեյ, բան, այնքան որ բուն ինչ որ պետքա լինի, դա լինի, իսկ կողի օժանդակ ասենք փոքր բաների վրա որ չենք ֆիքսվում։ Դրա արդեն 50%-ը վեճերի գնաց մի կողմ։ Մնացածն հետո շատ ենք իրար հետ առանձին ապրել, իրար այն կոնֆետնի բուկետնի պերիոդ որ ասում են, այդ ժամանակ շատ ենք իրար հետ հեռու ապրում, ահագին բան հասկացել ենք, էլի որ ինչն է ավելի թանկ 8 տարի շարունակ ես մենակ ես վերջերս է որ երևի էլ այդքան Միացյալ Նահանգներ չեմ գնում դրանից առաջ տենց 4-5 ամիսը մեկ ես մեկ այնտեղ էի մեկ ստեղ էի ու տենց բաժանումները անընդհատ էին էլի Հասկացա, այսինքն քիչ ժամանակ եք միասին եղել, դրա համար ամեն բան շարունակում է հաշտ եւ համերաշխ ընթանալ։ Շատ բարդ շրջաններ ենք ունեցել ու բաժանումներ ենք ունեցել կարճ այդ ընթացքում նույնիսկ ամուսնական այդ շրջանում ես գնացել եմ Ամերիկա, եկել եմ ու ոնց որ այդ քաղցրությունը իրարից հեռու լինելու զգացել ենք, տենց իրարից հեռու լինելու քաղցրությունը նոր սերիալի վերնագիր է։ Մարկ, ո՞րն է քո ամենասիրելի մեքենան։ Ո՞րն է ամենալավը, ո՞րն է ամենաարագը գնում։ Ցույց տուր հələ ո՞րն է։ Այն որ գնաց արդեն։ Հա, լավ։ Մարկա մեքենաների ֆանատ է։ Հա։ Իսկ դուք, Հովանես։ Ես, այո, քանի որ ասեմ, որ իմ հայրիկը, հա, չէ։ Ահա։ Չէ, ես մեքենաների հետ տենց, հա, իմ հայրիկը թիթեղագործ է մասնագիտությամբ ու փոքրուց արդեն ես մեքենաների մեջ եմ եղել, էլի։ Հասկացա։ Թիթեղագործը դա դզող փչոկն է։ Իսկ ձեր ընտանիքում ով է զանգակը եւ ով բամբակը։ Ես ուզում եմ հասկանալ ինչու եկանք այս հատված։ Ես ձեզ հյուրասենյակում հարցեր ունեի տալու, դուք եկաք այստեղ։ Էլի կգնանք, ուղղակի մենք Խոստանում եք որ կգնանք։ Զանգակ բամբակի հարցին էինք հասել։ Այդ որն է։ Այդ ո՞նց հասկանում։ Ոնց որ իմաստով հասկանենք։ Բոլոր իմաստներով։ Զանգակ բամբակ։ Ես զանգակն եմ, շուտ եմ ասել։ Դուք զանգակն եք։ Ես վստահ եմ, որ Լիլիթը հարցը հասկացել է եւ կխնդրեմ, որ դուք մեկնաբանեք, եթե փրկության կարիք կա, կարող եք այսպես անել, հայտնի ժեստ է։ Ասեմ, ես ուղղակի հայերեն լավ չեմ հասկանում, հա։ Ահա։ Այդքան է։ Դե ինձ թվում է, հա, ես բամբակն եմ։ Բամբակը։ Կլինի բացատրեք ինչա կատարվում։ Ով է ավելի շատ ակտիվ, նախաձեռնող, այսպես այնպես որոշումներ կայացնող եւ ով համաձայնողը։ Իսկ եթե փորձենք ավելի բացել հարցը, ապա հայր իշխանություն է տանը թե մայր իշխանություն։ Հա, ինքս ոնց չունենք երևի։ Ունենք, չունենք, չէ։ Մենք մտածեցինք եւ ինքը որոշեց, որ չունենք։ Ահա։ Մենք հասանք Մարկի սենյակ։ Այո։ Ինչպես հասկանում եմ, եւ ձեր աշխատասենյակիկ։ Հա, Աշխատաանկյունիկ։ Աշխատաանկյունիկ նույնիսկ։ Նա ներկայացում աշխատաանկյունը կարծես մի մեծ աման ճաշի մեջ աղն է, որը որ այսպես պրոստը ցանել եմ։ Դե հիմա քանի որ շատ ստացվել է այնպես որ աշխատանքը շատ է ու մենակովից չեմ անում, մեր անձնակազմում շատ լավ տղաներ կար մոնտաժի հետ կապված սա հարցը ես վստահում եմ եւ հիմնականում ես ամենա հոլովակներն եմ անում, ինձ շատ մեծ sense ուստանովքեք էլ պետք չեն ըստ երևույթի, բայց կա վայր, որտեղ որ մենք գնում ենք եւ մեր sense մի խոսքով բոլորով sense հավաքվում ենք, այնտեղ լիքը բաներ կա։ Ահա։ Մենք տեսանք, որ լիքը բաներ կան ձեր Հա, իրերից, բայց սա ամեն դեպքում Մարկի սենյակն է։ Սա Մարկի սենյակն է, որը որ ես եթե ինքը քնած է, ուրեմն ոչ մի բան չի կարելի զայդկի դնել այդ օրը։
Հասկացա։ Սպասեմ ինքը արդանա, նոր ես էստեղ դնեմ զարյատկի, էստեղից բացեմ ամենավերևից իմ վեշերը վերցնեմ, ստե երկու հատիկ դարեկա դա է իմը վերջ։ Բոլորը իմ սունկի մեջ է կամերան։ Գոնե տանը մնալու իրավունք ունեք, թե թույլտվություններով, հատուկ Եթե կնիքներով։ շաբաթ կիրակի է, այո։ Ահա։ Աշխատանքային օրերին պետք է առաջուտ գնամ։ Մարկի տարեմ մանկապարտեզ ու վերջ, չգամ։ Օթապարիկներից խոսենք։ Սա ում հեղինակացն է, արդյոք ձեր Լիլիթ, թե դիզայների ուսումներ սա։ Առաջարկը ես եմ արել, ինքը պետք է հետևից նաև լույսեր ունենար, բայց մենք հենց առաջին օրը սխալ ենք միացումները տվել ու սենց փչացրել ենք։ Շատ կազմակերպված երեխա է իրականում, որովհետև մենք հիմա հանգիստ թողել ենք նրան հյուրասենյակի հատվածում եւ եկել ենք ձեզ հետ զրուցելու։ Մշտապես այսպես է, թե միշտ պետք է ինչ-որ մեկը գոնե հերվից ուղեկցի նրան։ Ինքը իր հայրիկի կտորն է։ Խաղաղ։ Ավաղ։ Խաղաղ, հա, ինձ որ ավաղ ասացիք։ Սիրուն։ Ահա։ Չէ, շատ Այո, հանգիստ հատկապես աբնավորություն։ մազերի գույնը շատ Մազերի համապատասխանում է գույնը- ձեր մազերի գույնին։ Ես որ ընտրում եմ իրան, Ընտրում էի իրան։ Չեմ հավատում։ ամենակյաժին վերցրեցի, Ահա։ սենց ասի սա ինքնա։ Բրավո, Հովանես, անկեղծ վերջին անգամ չեմ հիշում այսքան բարձր տրամադրությամբ նկարահանում երբ էինք ունեցել, բայց գնանք հյուրասենյակի հատված, որովհետև ինչպես խոստացել է, ես ձեզ հարցեր ունեմ, եթե կան իհարկե պահարանների մեջ որոշակի իրեր, որոնք ցանկանում եք ներկայացնել մեզ, ապա սիրով կարող եք ներկայացնել, իսկ եթե այստեղ խնամքով թաքցված է այն ամեն ինչը, պետք է Չէ, թաքցված։ ամեն շատ մաքուր է, նորմալ է, սենց կախած է, ինքը, բայց սենց որոսն բան չկա։ Մի հատ էլ այդ կախարդական Եթե շարժումը ինչ, կանեք ֆիքսենք։ Այսի լույսն է։ Ահա, շատ գեղեցիկ էր, ընտիր։ Գնանք հյուրասենյակ, ես ձեզ հարցեր ունեմ, խնդրում Էսի եմ։ ես Մարկը ու Լիլոն ենք, կանեք։ Որտեղից եք ձեռք բերել սա։ Նվեր ենք Նվեր ենք ստացել։ ստացել, բայց այնքան լավն է, շատ Գործընկերների ուսում, կողմից։ անգամ գցել ենք, ջարդել ենք։ Ահա։ Լեգոյով, Լեգոյով ես Լիլիթը Մարկն ենք։ Էլի մարդիկ կան, ովքեր Լեգոյի սիրահար են եւ այսպիսի բաներ ունեն, բայց թե ում մասին է խոսքը ես չեմ նշի։ Այո, գնանք հյուրասենյակ, ես հարց ունեի ձեզ, շատ կարեւոր, Համեցեք։ շատ կարեւոր։ Ես տեսա, որ հերոստացույցի ներքևի հատվածում տեղադրված են վահանակներ։ Եվ դա հուշում է, որ դուք համակարգչային խաղեր եք սիրում խաղալ։ Ասեմ, որ մեկ համակարգչային խաղ։ Ես ունեմ այս կոնսոլը ինձ նվիրել է Լիլիթը։ 5-րդ սերիայի բանն է, PlayStation-ն է։ Մեջը կա մի խաղ ընդհանրապես եւ դա ֆուտբոլն է։ Ֆուտբոլի երկրպագու եք, թե խաղի երկրպագուն եք։ Ես խաղացել եմ ինքս, դե մանկապանտենական շատ լուրջ կարիերա չի հասել ամեն ինչ, խաղացել եմ Ռուսաստանում, եղել եմ Տորպեդոյի սան, հետո եկել եմ Երևան, Սիսիանում եմ խաղացել, մի փոքր Երևանի այժմ հիմա Ուրարտուն այդտեղ եմ խաղացել, գնացել եմ բանակ եկել եմ, էլ չեմ խաղացել, ստիպված սիրողական լիգայում եմ խաղում, հիմա արդեն մեծ մարդկանցով խաղում ենք ամեն շաբաթ կիրակի, դե PlayStation-ով 2001 թվականից մինչ այսօր ամեն օր խաղում եմ։ Որ ակումբին եք երկրպագում։ Ես Բարսելոնային, բայց ես ուզում եմ ասեմ, որ Մեսսիի պատճառով չէ։ Ես երկրպագել եմ այդ թիմին Սավիոլայի, մի խոսքով շատ չեմ ուզում ծանրաբեռեմ եթերը անուններով, բայց հին ֆուտբոլիստներից սկսած։ Ընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ հաղորդումը եթերում է լինելու կիրակի օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերությամբ։ Վստահ եմ, որ որևէ մեկին չեք հետևում այդ էջերից, բայց երևի թե ինչ որ մի պահի կուղեք ձեր սխալը։ Հենց հիմա ես կմտնեմ։ Մենք կստուգենք։ Ամոթել է։ Իհարկե, 1000 ամոթ։ Շատ ամոթ։ Ես կենտրոնով հետևում եմ, չեղավ։ Հաստատ Հա, միշտ որ ժամին է լինում եթերում։ Նայ, Ու ասեց։ 20 Ես հենց նոր ասել եմ, որ ժամին։ Կիրակի օրը։ 12-ին կիրակի օրը։ Իսկ քաղցած չէին սպասում, երբ է լինում եթերում։ Ես հանձնվում եմ։ Յուրաքանչյուր շաբաթ եւ յուրաքանչյուր կիրակի ժամը 12-ից սկսած կրկնեմ նույն տեքստը, կարիքը չկա, Ցերեկ է չէ։ թե գիշեր է։ Ժամը 12-ը դա ցերեկն է, 24-ը չի։ իսկ 24-ը դա երեկո, այսինքն գիշերն է, կես գիշերը։ Շնորհակալություն ընկերներ, գովաստ մեր եթերում, որից հետո վերադառնում ենք ու շարունակում ենք մեր բացահայտումները։ Ընտիր։ Լիլիթ Հովանես, համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։
Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր ու տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու, քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Ընտրյալ հատիկ, Համիգախնիկ, Մառանիկ։ իհարկե, Մառանիկ։ Բրավո, ամեն բան ճիշտ է, շնորհակալություն։ Սիրով նվիրում ենք։ Մերսի, շատ շնորհակալ ենք։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կետչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ։ Համ, որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն։ Հանձնեցինք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները ձեզ։ Շնորհակալ ենք շատ։ Մենք նույնպես շնորհակալ ենք, գտնվում ենք խոհանոցի հատվածում։ Ով է ձեր տանը ամենահամեղը պատրաստում։ Ամենահամեղը չգիտեմ, բայց ինքը չի պատրաստում։ Ես ընդհանրապես Չկա խոհանոցում։ Դրա համար այդ բանի մեջ, հակամարտության մեջ ես հաստատ ամենահամեղն եմ պատրաստում։ Բայց ամենահամեղը, ինչպես հասկանում եմ, պատրաստում է ձեզ համար առաքումը։ Նաև մամաս էլ շատ համով պատրաստում, իր մաման էլ շատ համով պատրաստում, դրա համար դիմացի շենքում ենք մեր ճաշարանը ու Ամերիկայի իրենց կուխնայում։ Այսինքն դուք հարազատներով տեղակայվել եք քաղաքի այս հատվածում։ Դա կոնկրետ նպատակ է եղել, թե պատահաբար է այդպես ստացվել։ Չէ, ես շատ եմ այդպես ցանկացել։ Համ ցանկացել եմ, որ բալիկները իրար հետ մեծանան, համ մենք աշխատում ենք դե ես, իմ փեսան, Արշակը համ փեսա է, համ ընկեր է, համ աղբեր է, շատ ուզեցել ենք համ գործնականը, համ երեխաները, համ բարեկամությունը, ասենց սա իրար հետ միտե ու հիմա շատ հեշտ է, էլի մեզ է, որ մեզ հանկարծ մարքետ կապած մի հատ հարցարինում, երեխան 20 վայրկյան հետո իրենց տունը, նույնը իրանք, դրա համար ասենց շատ հեշտ է ապրելը։ Հասկացա։ Մենք, քանի որ խոհանոցում ենք, խոսենք նաև ներքին խոհանոցին վերաբերող հարցերից, սկզբում Հովանեսի հետ, հետո ձեզ հետ Լիլի։ Հովանես, թանկ հաճույք է ունենալ նկարահանում ձեր մասնակցությամբ։ Չէ, եթե գին որակ, բացարձակ ոչ, ես կասեմ հակառակը շատ մաչելի է այդ որակի։ Այո, այդքանը։ Լավ։ Իսկ ձեզ դիմելով որպես ինֆլուենսեր, որպես գովազդի մասնագետ, դա թանկ հաճույք է, թե ոչ։ Ես իրականում շատ տեղյակ չեմ հիմա ինչա կատարվում մեր բլոգերների գնացուցակներում, որովհետև րոպե առ րոպե, օրեցօր մի խոսքով փոխվում են գնացուցակները ու քանի որ շատ ինդիվիդուալ է, ամեն մարդ իր գնացուցակն է որոշում, չկան ինչ-որ հատուկ չափանիշներ դրանով առաջնորդվելու համար, ես իմ մասով կարող եմ ասել, քանի որ պահանջարկ ունեմ, վստահ կարող եմ ասել, երևի այդքան չեմ կարող ասել թանկության մասին, ինչքան արդյունավետության մասին, այսինքն լավ է աշխատում գովազդները, կարողանում եմ մարդկանց ճիշտ ուղղորդել եւ վերջում ճիշտ արդյունքը ստանալ, դրա համար երևի վերջ-վերջո արժանի եմ այդ գումարին, ինչը որ առաջարկվում է։ Մոտ 160,000 հոգի հետևում է ձեզ, ճիշտ եմ, չէ՞ թիվը նշում։ Ինչ կարող են գտնել մարդիկ ձեր էջում մուտք գործելով ձեր անձնական էջ։ Իմ էջը հենց մեր անձնական առօրյա կյանքի մասին ավելի շատ, այսինքն ինչը մենք օրվա ընթացքում ապրում ենք, անում ենք, հիմնականում դա են տեսնում իմ էջում եւ չհաշված իհարկե գովազդները, որոնք նախապես պայմանավորված, պլանավորած սցենարով են առաջնորդվում։ Հովանես, դուք զբաղված եք, ձեզ արդեն աշխատավայրից զանգում են։ Երևի հաճախորդներն են, բայց ես նամակ թողեցի ավտոմատի, որ մի փոքր կզանգեմ։ Եթե դեմ չենք դուրս գանք նաև պատշգամբի հատված, տեսնենք ինչ տեսարաններ են բացվում ձեր պատշգամբից։ Շատ գեղեցիկ։ Եվ թաղամասը ինչպիսին է երևում այս հատվածից, որովհետև հակառակ կողմից տեսել ենք, այս կողմից չենք տեսել թաղամասը դեռ։ Համեցեք։ Եվ տեսնում ենք ֆանտաստիկ տեսարան դեպի Արարատ լեռը։
Ուրա։ Շատ գեղեցիկ է Ուրա։ երևում ձեր պատշգամբից։ Ահա, այս բարձրահարկ չենք շենքը, որը փակում է ձեր Արարատի տեսարանը ցավոք սրտի։ Իսի պոչն են թողել, Ահա։ բայց երբ որ տունը գնում էինք, պարզ էր ունեցած մեր ափերի մեջ։ Իսկ հիմա շատ եք տխրում այդ փաստից, որ չկա Իրականում, ձեր այո։ պատշգամբից Արարատը։ Իրականում այո, որովհետև ես ունեմ սովորություն առօրյա սուրճ խմելու այստեղ ու որ չեմ տեսնում սարը, մի ձև հուզվում եմ ու ամեն առօր արտասվում եմ։ Լիթը մի կերպ ինձ ներսա քաշում Եվ հանգստացնում։ Փոխարենը ունեիք Արագածի տեսարան, Դա տեսանք։ սփոփում է իհարկե, շատ լավ ու եկասեմ հակառակը խրախուսվում ենք մենք դրանից, որովհետև էլի շատ ուրախ ենք, շատ հաճելի է։ Հարաբերությունները հարևանների հետ ինչպիսին են։ Ոչ ձեր բարեկամ հարազատների մասին է խոսքը, այն մարդկանց, ովքեր որ Չաթի մեր WhatsApp-ի չաթի շրջանակներում։ Հա, ստեսեք։ Մարդիկ թող երեխան վայելի իր անհոգ մանկություն, մենք հսկում ենք նրան։ Երախալիքները, բայց ամեն դեպքում կամ իրան։ Բայց չէ, նա ավելի հետաքրքիր տարբերակ է գտել, խողովակով է խաղում։ շատ լավ։ Մարկ, ինչ ես անում, ուր ես ուղարկում այդ։ Վաու։ Ընտիր։ Ապրես։ Ֆոկուս մոկուս։ Ինչ եք կարծում ձեր երեխան որ ուղղություն է կընտրի ըստ ձեզ։ Ինձ թվում է դառնալու է բժիշկ։ Բժիշկ։ Դուք ուզում եք որ նա դառնա բժիշկ, թե ինչ որ բաներ եք տեսել, հասկացել եք արդեն նրա մոտ։ Չնայած շատ փոքր է որևէ բան հասկանալու համար իհարկե։ Ինքը ուղղակի շատ է սիրում այդ մասնագիտության հետ կապված խաղերը։ Գործիքները, բան ճիշտ է Հետաքրքրված է սիրում։ շատ։ Իմ պապիկն էլ բժիշկ ա եղել 51 տարվա փորձով ու այնպես չի որ ես պիտի իհարկե որոշեմ կամ ասեմ կուզեի դառնալ բժիշկ։ Կուզեմ դառնալ այն ինչ որ ինքը ամենաշատը կսիրի ու ամենալավը կստացվի։ Գինեկոլոգ կարա դառնա։ Մարկ Ագանեսիչը։ Հա, Ատամնաբույժ։ Հա, քերիս էլ ատամնաբույժ է։ Մեր Կամ մեջ կա գինեկոլոգ։ բժիշկներ։ Թաղամասը արդեն ձեզ համար դարձել է հարմարավետ, թե որոշակի դժվարություններ կան տեղաշարժվելու հետ կապված, եթե դեմ չեք նշեմ, որ մասում ենք Չէ, հանգիստ քաղաքի։ ասեք։ Բագրևանդ թաղամասում ենք, չէ՞ գտնվում։ Այո։ Եվ տեղափոխման խնդիրներ ունեք, թե չունեք։ Դե քանի որ այսօրվանից սկսած էլ չենք ունենալու, Ինչ է եղել այսօր։ քանի որ կես տարվա մի փոքր մասը կամ կեսը ստեղ չէինք, մենք կարծում ենք որ մեզ մեկ մեքենան բավական կլինի ու մեկ մեքենայի կիսում ամուսիններով, բայց հիմա արդեն մարկը մանկապարտեզ, լիթը աշխատանքի, ես է նկարանումների շատ հաճախ նեղվում էի, համ երթուղային չէի կարող նստել, որովհետև շատ մեծ է իմ բեռը, շտատիվները եւ այն լույսերը շատ մեծ են, չի այդքան նախ ձեռս չի տեղավորվում։ Հետո էլ sense ավելի հարմար է, էլի արդեն այսօր մի հատ մեքենա վերցրեցի։ Տենց։ Լավ։ Արդեն всё, վերջացրինք էլի այդ։ Եթե կարելի է փոխվենք դիրքերով, Հա, իհարկե։ ընկերներ, դուք հաճախակի լինում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Այո։ բայց ինչպես հասկանում եմ, ցանկություն չունեք տեղափոխվելու եւ այնտեղ վերջնական բնակություն հաստատելու, չէ՞։ Որովհետեւ Լիլիթը իր խոսքում նշեց դա։ Մենք փորձ ունեցել ենք 1 տարի 4 ամիս այնտեղ բնակվել ենք։ Բայց այնպես են գնացել, որ վերջ գնում ենք ու գնում ենք։ Հա, գնացել ենք հենց այնտեղ ապրելու նպատակով ու ես այդ ժամանակ մարկով հղի էի։ Հետո ժամանակի ընթացքում այդ մինչև այդ 9 ամիսները անցնելը հասկանում էինք արդեն, որ չենք դիմանում, այսպես ասած, որովհետև իրոք մեզ չենք գտնում ոչ մի ձև, կամ ուղղակի չենք ուզում մեզ գտնել, որովհետև ինձ թվում է, եթե մի քիչ ջանք գործադրենք, հնարավոր է ինչ-որ կերպ հարմարվենք, բայց ոնց որ մենք անընդհատ մեզ հակառակը համոզենք, որ չէ, մենք Հայաստանում ավելի լավ ենք մեզ զգում, ու երեխուն ունենալուց հետո, տենց 8 ամիս հետո հետ ենք վերադարձել։ Ու այդ ժամանակ երևի ամենալավը հասկացանք, որ մեկը Հայաստանում մեզ ուրիշ ձև ենք զգում, որովհետև առաջին անգամ էր իմ կյանքում համենայն դեպս, որ ես Հայաստանից այդքան երկար ժամանակով բացակայում էի, Հովան ունեցել է փորձ ուրիշ երկրում ապրելու, փոքր ժամանակ Ռուսաստանում մեծացել, բայց ես երբևէ Հայաստանից դուրս ոչ միտեղ չեմ ապրել ու ինձ համար շատ դժվար էր։ Հետո որ վերադարձա, վերջը հասկացա, որ չէ։ Ես ուզում եմ նաև նշեմ, որ անգամ մի փոքր հերու ծանոթները չեն հավատում, բայց իմ ընկերները բոլորը հստակ հավատում են ինձ։ Ֆինանսը ընդհանրապես կարևոր չէ մեր այդ որոշման մեջ
ու ասեմ որ դե Միացյալ Նահանգներն ոնց է չլինի ամենայն միջակ գործով էլ շատ լավ գումար է մարդիկ կարողանում վաստակել, եթե առօրից երեկո աշխատեն։ Ու մենք էլ ֆինանսապես ոչ մի բան չենք նայում, հələ ընդհակառակը ավելի շատ գումար ենք աշխատում, բայց պրիորիտետը դա չէ, մենք ընտրեցինք ապրել այս կյանքը։ Ինչը ձեզ այնտեղ չբավարարեց։ Կենցաղավարությունը, օրենքները, մենթալիտետը, ինչն էր, որ ամեն դեպքում ինչ որ մի բան պակաս էր ձեզ համար այնտեղ։ Միգուցե տեսարանը դեպի Արարատ։ Ընդհանուր մեր Ընդհանուր ամեն ինչը ես կոսեի անկեղծ, որովհետեւ մեր առօրյան նույնիսկ շատ տարբեր է։ Մեր ընկերներն են այստեղ տարիքով էլի մեր համար, որովհետեւ 7-ից տանը բացառապես ու ընդեի ժամանցը ստեի ժամանցի հետ չես համեմատես։ Բայց ձեր մասնագիտությունը այնտեղ մեծ պահանջարկ ունի, չէ՞, թե ձերը Հովհաննես եւ թե ձեր Լիլիթ։ Իհարկե։ Հիմա այդքան չի ասի հայերի շրջանում մի քիչ թերագնահատված է բլոգինգը իրականում, բայց Հովոյինը հա մասնագիտությունը լավ էր։ Ամենայն անկեղծությամբ շատ լավ էր, բայց մենք ընտրեցինք ապրել։ Որպեսզի չհալվենք այս արևիտակ, ես առաջարկում եմ տեղափոխվենք ներս ու շարունակենք ձեր տան բացահայտումները, գնում ենք դեպի որ հատված, խնդրում եմ մեզ ուղեկցեք։ Մենք չենք եղել մեր սենյակում։ Եւ կարող ենք հիմա գնալ այնտեղ նաեւ բացահայտել ձեր սենյակը, տեսնում եմ բույս, ով է զբաղվում այս բույսի խնամքով։ Այս բույսը այն բույսերից է, որ հատուկ խնամք չի պահանջում, որովհետև տանը շատ չենք լինում ու հենց ընտրել եմ իրան ավելի շատ դեկորատիվ բնույթի համար, բայց ջրելը ինձ վրա է։ Ձեզ վրա է։ Հասկացա։ Դե խնդրում եմ ուղեկցեք մինչև Հովհաննեսը Մարկին համոզի։ Չենք մոռացել, բալես։ Լիլի, դուք որևէ նախապայման ունեցել եք դիզայների հետ աշխատելիս, որ անպայման այս հատվածը այսպես եմ ուզում, այս հատվածը այնպես։ Առաջին նախապայմանը, որ լինի Instagram-ին հարմար սենյակներ եւ ամեն անկյունը նկարելուն հարմար լինի, անկեղծ որ առաջինը գնացել ենք, ասել եմ ուզում եմ լուսավոր լինի, սպիտակի մեջ լինի, որովհետեւ շատ գույներ չեմ սիրում, բայց հիմնականում այնպես որ նկարահանման համար հարմար լինի։ Լավ, Instagram-ը Instagram-ով ամեն բան հասկանալի է վերջին շրջանում, հատկապես վերջին 2-3 տարում շատ մարդիկ իրենց գտնում են Instagram-ում լրիվ նոր մասնագիտության մեջ։ Բայց Աստված մի արասե օրերից մի օր Instagram-ը որոշում է դադարեցնել իր գործունեությունը։ Ինչով կզբաղվեք ըստ ձեզ։ Ես ինձ թվում է կունենամ իմ ինչ-որ անձնական բիզնեսը, որովհետև եթե անկեղծ ասեմ, շատ մտքեր կան, որոնք դեռ չեն իրագործվել, բայց շուտով հաստատ այդ օրը կգա, որովհետև մենք ինքներս գնալով, մեծանալով հասկանում ենք այդ գիտակցումը գալիս է, որ հնարավոր է մի օր ուղղակի քնից արթնանաս ու այն ինչ որ դու անում ես սոցիալական հարթակներում, մի օր հանկարծ դրա վրա ինչ որ արգելք դրվի ու չկարողանաս էլ դրանով թեկուզ գումար աշխատել, բայց քանի դեռ ունենք գոնե այն հայտնիությունը, այսպես ասած, որ կարող ենք մեր օգտին օգտագործել, մտածում ենք, որ կգտնենք մեզ միտեղ հաստատ ու հուսանք շուտով։ Բիզնեսը ինչ ուղղվածություն կունենա ըստ ձեզ, եթե շատ գաղտնիքներ չեն իհարկե դրանք իրենց մեջ պարունակում։ Անկեղծ ասած, ընտանեկան չի լինելու է իմ մասով, որովհետև ես քանի որ շատ եմ գովազդներ անում, ես կարողացել եմ ինձ գտնել այն ուղղության մեջ, որը որ ամենալավն եմ անում, ամենալավն եմ վաճառում ու կփորձեմ ինձ թվում է այդ ուղղվածությամբ հիմնական եւ աղջիկներին կամ ծնողներին օգտակար ինչ որ մի բան։ Հաց անձեռոցիկներ։ Բերել ենք 4, թրջենք, վաճառենք։ Ես չգիտեմ արդեն ինչպես զսպեմ ծիծաղս, որովհետև շատ լավ հումորի զգացում ունեք Հովհաննես, ես չգիտեմ դա իրականում Լիլիթին նյարդայնացնում է թե ոչ եւ արդյոք կան դեպքեր, որ ձեզ շատ նյարդայնացրել է, որ Հովհաննեսը ինչ որ պահի հումոր է անում, բայց պետք է լուրջ Հովան հիմա նեղվում է, որ ես իր հումորների վրա էլ չեմ ծիծաղում, որովհետեւ մի տեսակ Ուզում եմ կարեկցեք եւ օգնեք մեզ բոլոր այն մարդիկ, ովքեր մեզ հիմա հասկացան, թե ինչու ենք մենք ձեռք սեղմում իրականացնում, ապա դուք միացեք մեր թիմին։ Հետո Դե լավ, որովհետև սովորել եմ ես ուղղակի այդ հումորներին ու Բայց գիտեք որքան ցավալի է, երբ մենք տրամադրված որևէ հումոր ենք անում եւ տեսնում ենք ձեր ոչինչ հասավ դեպքի։ Հանդիսատեսը չի ծիծաղ։ ուրեմն լավ չեք աշխատում։ Այդ ոնց որ հրավիրես Փոխեք ուղղությունը, որպեսզի մենք պետության առաջի դեմքերին նստեցնես քո, ասենք ինչ-որ չի ստենդափին կամ ներկայացման ու սա ասենց։ Իրականում միշտ հենց այդպես է լինում է, երբ առաջին դեմքերը գալիս են, բայց ինչևէ դրա մասին չէ այսօր մեր զրույցը։ Այս դռնից այն կողմին չէ գտնվում։ Հանդերձա սենյակը իմ։
Հովանես, իսկ ձեր իրերը որտեղ են բացվում։ Բացի այս երկու զգեստից կա ինչ-որ բան, որ ունեք եւ կրում եք առհասարակ։ Փոքր պայուսակի մեջ էր Փոքր պայուսակից մեջ կա travel։ Տան ինչ-որ անկյունում մշտապես լքված։ Հա, դե երբ որ ինքը եկնեք է լվացքի մեջ, հա։ Մի հատ ունեմ լվացքի մեջ, մի հատ ունեմ, մի հատ հակս է բանը, սանսարա է։ Կարող ենք տեսնել ինչ կա ներսում, թե գաղտնի ինֆորմացիա է պարունակում այդ սենյակը։ Կարող եք։ Բայց Հովանես դուք ներկայացրեք։ Եկեք տղեկ։ Վստահ եմ, որ դուք պետք է տեղյակ լինեք ամեն ինչից։ Սա ու սա ոչ մի բան իրան պետք չի։ Ոչ մի բան, որտեղ ինքը հագնում է այն, ինչը որ նոր գնել խանութից 3 անգամ ու չկա այդ շորը։ Սա եւս իրանն է, մի 6 հատ չամադան ունենք իրանն է։ Ահա։ Հա։ Հենց այդպես էլ ապրում ենք, Բայց չենք դժգոհում։ Հա, ամեն ինչ նորմալ, ի սկզբանե երբ որ մենք տեղափոխվում ենք։ Կլինի ես ճիշտ ասեմ, ես բան պիտի ասեմ։ Ուրեմն, ի սկզբանե երբ մենք տեղափոխվում ենք այս տուն, Դուրա բացի գնա։ Ուր։ Դուրը բացեք, թող գնա երեխան։ Ուզում գնաս տղեկ։ գնաց բաղրի ես ճիշտ պատմեմ։ Գնա։ Բալկոն չի կարելի, տղա։ Ուրեմն ի սկզբանե երբ նոր էինք այս տուն տեղափոխվում ու այս սենյակը կարող լիներ նաև սանհանգույց առանձին, մենք որոշեցինք դե չէ, ավելի լավ հանդերձասենյակ լինի ու Հովան ինձ հենց սկզբից ասեց խնդրում եմ, միակ խնդրանքս է, թող լինի այս սենյակը մենակ քոնը, մենակ թե քո բոլոր իրերը տեղավորվեն այս տան մեջ ու մենք ձեռք սեղմեցինք, պայմանավորվեցինք, որոշեցինք, որ այս սենյակը իմն է, բայց ես չեմ որոշել, ինքն է որոշել, նույնիսկ ես իրան առանձին հատված էի ուզում հատկացնել, բայց ինքը համաձայն չեղավ, տենց Մարկի սենյակում անկյուն ունի։ Եվ ամբողջությամբ սա ձեր կայսրությունն է կարելի ասել։ Այո, ես Դուք եք բողոքում, որ հագնելու բան չունեք։ իհարկե, տենց աղջիկ կա, որ չի բողոքում դրանից, դե պատեսնում եք։ Ինչով է դա պայմանավորված, կա ինչ-որ գաղտնիք, որը կարելի է բացահայտել։ Մենք հենց հիմա եւ մեզ դիտող մարդիկ տեսնում են, որ մոտավորապես 40-ից ավելի զգեստ կա այդտեղ կախված։ Ինչով է պայմանավորված, որ դուք Բայց հագնելու ես բան հագել եմ չունեք։ հենց այսօր այն, ինչ որ 3 գնել եմ այսօրվա համար։ Բարով մաշեք, Ասենք ես այս շորը չի տեսել կյանքում։ բարով մաշեք։ Ուրեմն արագ խաղում արագ։ Ահա, Լյուբոյ ռանդոմ բան եմ վերցնում։ ահա։ Եփ է սա վերջի անգամ հագե։ Չեմ հիշում, բայց սա շատ եմ սիրում։ Խնդրեմ։ Բոլորն էլ շատ եմ Ուտես սիրում, բոլոր։ բաժանվում։ Ուտես բոլորը։ Ով միշտ պայքարում ասում արի ինչը դու չես հագնում, նվիրենք ինչ որ մեկին, ով դրա կարիք ունի, միշտ ցենց հանում եմ։ Անկեղծ չխաղարկենք, դրա դիմաց ինչ-որ բան չուզենք, ոչ հետևեն, ոչ մի բան, պրոստը Ազատենք տարածք։ Հա, չի ստացվում։ Պատմում ես որ նոր ենք տեղափոխվում։ Այդ աղջկական բանը, անկեղծ եմ ասում, բոլոր աղջիկները հիմա ինձ կհասկանան, որ երբ որ որոշում են, որ ինչ որ մի շորից պիտի ազատվեն, մեկ էլ մի օր գալիս է ու այդ շորը հիշում են ու հասկանում որ այդ օր այդ իդեալական այդ շորի օրն էր։ Ու հիշում են, որ իրենք դա տվել են ուրիշին ու Ես բան չեմ ասում, բայց ես ուրիշ բան կամ ասում, նոր ենք տեղափոխվում, ինքս ես վերջը դրածս դասավորում ենք ու որ խնդրեմ կգաք ես ամե բեմադրեմ, էլի։ Ուրեմն Դուք նաև բեմադրող օպերատոր եք, չէ։ Սա դասավորում եք։ Դու ուզում ես քո շորերը բեր դի կախից չեմ ուզում, որ էսի մենակ իմ սենյակ կլինի, ասում դու հանգիստ քոնը վերջացրու։ Ես հետո կգամ, տեղ կլինի, ասում կդնեմ, էլի։ Էլ ինքը դնում է, բայց ուզում ես բեր շորերը տել, ես ինձ ոտը եմ զգում, ինձ ասես ամբողջ սենյակը ասես, էլի ասում դիր վերջացրու։ Սա կախը վերջացել է, երկու հատը չամադանց դե, որ տեղ չկա կախելու, ու ես եկել եմ տնամ որդ է պետք է մի հատ ու տենց գնացի Մարկի սենյակը լիփր։ գնացի Մարկսենյակ, աշխատասենյակ, հանդերձասենյակ, սա։ Լիլիթ, մեր հարցը կիսատ մնաց, Հովանեսը եկավ եւ սկսեց բեմադրել, բայց ամեն դեպքում կա գաղտնիք, ինչու աղջիկներին միշտ չի հերիքում իրենց զգեստների քանակը։ Ես ինքս դեռ այդ գաղտնիքը չեմ բացահայտել։ Չգիտեմ, անկեղծ չգիտեմ։ Հիմա չեմ կարող նույնիսկ մի բան մտածեմ, որ օգուտ աղջիկների ասեմ, որ մեզ չմեղադրեք, բայց չկա տենց բան։ Եվ մի դիտարկում էլ կա, եթե մի զգեստով ենթադրենք 2 կամ 3 նկար կա, արդեն չի կարելի դա հանրայնացնել։ Այդ բայց բլոգերների խնդիրն է, որովհետև երբ որ մի հագուստով գոնե մի հրապարակում անում ես, հետո արդեն մտածում ես, որ մարդիկ դա տեսել են, էլ հետաքրքիր չի։
Ոլ երկրորդ անգամ չի լինում Ոչ այդ ինչ որ շորը ամուսինը 39,000 post-ի մեջ միշտ նույն շլվարով է, տարբեր Որ մայքեքով։ ճամփորդում ես ինքը միշտ նույն շորով է, իսկ դու տարբեր։ Ինքը տարբեր, ես նույն շորտիկով, իդեպ 2014 թվից նույն լողազգեստով եմ ես լողում։ Շատ լավ է դուք կազմվածքի փոփոխություն չեք ունեցել, նախանձելի կերպար եք դուք, բայց կխնդրեմ պատմեք այս բոլոր նկարների պատմությունները, որոնք կան պատերին։ Սկսենք երևի թե մահճակալի վերևից, Հովհաննես։ Այս նկարը ես եմ պատկերված, մերկ լրիվ։ Ահա։ Տենց սար բարձրանալու։ Դուք միշտ մերկ եք սար բարձրանում։ Այո։ Սակայն Հովհաննես։ գալցին։ Այդ ծաղում եմ։ Լավ, շատ լավ։ Դες ոնց ալում, պետք է ծաղես, ման, որ Դա հումորը նոր էր իմ համար։ Այսինքն դուք Լիլիթին էլ չէիք ասել, որ պարտադիր պետք է մեր կանակ նոր բարձրանք սարերը գրավելու։ Նոր էր, որ ինքը ընդհանրապես սարա բարձրանում։ Ու նկարվում է այդ ընթացքում։ Սարա մեր բանի վերևը կա։ Այս նկարը մեջ սար եմ բարձրանում։ Այս է պարզ պատկերված է, բանը, Սիսյանի իշխանասարը։ Ահա։ Տակը սնկեն, ես Չի ստացվում։ գերել եմ նոր եմ բարձրացել։ Հասկացա։ Մարկը այստեղ փոքրիկ շինարարություն է կատարում եւ փողային աշխատանքներ։ Բոլորը կգնան եւ ես քո վրա այդ վաղտ կջղայնանամ երևի չէ, դες բան երբեք չէ, երբեք։ Ես իրանց փոքր եմ։ Ինքը ուզեց։ Դրեք որպեսի հողային աշխատանքները իրականանան։ Ինքը ուզեց եւ հետաքրքիր չի հետո ինչ կլինի այստեղ։ Ահա։ Եթե ուզեց, всё։ Մեքենաներն ենք տենց առնում։ Իդեպ մինչև նկարահանումը Մարկը ոչ թե որոշեց շենքը պատրաստել, այլ վերամբարձ կռունկը պատրաստել։ Հետո նոր անցավ մնացած աշխատանքներին մանրակրկիտ եւ բծախնդիր մոտենում է բոլոր հարցերին։ Շրջանցելով Հովհաննեսի մերկ նկարը, հիմա ավելի լուրջ խոսենք այն նկարի մասին, որը կա պատի։ պատի։ Միակ նկարի մասին։ Նկարը։ Երբ եք ձեռք բերել, որտեղից եք ձեռք բերել հեղինակին ճանաչում եք, չեք ճանաչում Մարիետտա Մարտիրոսյան։ Մարիետտա Մարտիրոսյանը մեր ընկերոջ մայրիկն է։ Մեր ընկերները օպերային երգիչներ են, ովքեր բնակվում են հիմա Լոնդոնում։ Ու այս կտավը իրականում ինչ որ հատուկ միտք չունի իր մեջ, ուղղակի ես տեսել եմ մեր գնացած հյուրանոցներից մեկում, շատ հավանել եմ մեր տան գույներին համապատասխան մի բան, բայց իրականում ուզում էի մեջը իմաստ դնել, բայց չստացվեց։ Որոշել ենք 3 գույնով լինի, որտեղ կխորհրդանշի մուքը Հովան, սա ես, սա Մարկը, բայց այստեղ մի գույն էլ ավելացավ։ Ինձ թվում է, եթե այ հենց դրա մասին էի ուզում ասել, որ մյուս կյաժոն է մեր։ Ասելիլա, բայց Սովացան, հա։ Դա իրականում մեր ընկերները մայրիկը նկարել է, իրանց տունը գնացել ենք Իտալիա մենք մնացել, իրանք է շատ ցենց մենք ինքան հպարտ ենք իրանցով, ես չեմ կարելի արդը բացտամ։ Այս հաղորդման մեջ հա։ Հա, որտեվ իրանք էլ ցենց մարդուկին ձեր-ձերքի բռնեն գնացել են իրանց կարիերայի հետևից ու լրիվ ցենց զրոյից հիմա շատ լավ բարձունքներ են հասնում ու հասնելու են ու ցանկացած միջազգային այդ փառատոն լինի, մրցույթ լինի, շատ բարձր են պատիվում մեր հայրենիքի պահում ու ես կարծում եմ, որ մի քանի տարի եւ մենք բոլորս իրancs անելը պետք է որ անգիր իմանանք։ Գրիշա Մարիամ։ Ընկերներ, շատ շնորհակալություն հետաքրքիր բացահայտումների եւ հումորով լեցուն զրույցի համար։ Մենք կհանդիպենք արդեն դրան մոտ։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ։ Ափսոս։ Էլի բաներ ունեիր ասելու։ Չէ, պրոստը Էլի բոցեր ուներ։ Չէ։ Քանի ծիծաղում եք։ Ես ոչ իրան չեմ հորինում, հեսա տեղում եմ ասում, հեսա։ Ու ասում եմ։ Բրավո։ Մարկ, դու չես խոսալու ոչ մի բառ։ Մարկ, մի բան ասա, տղես։ Քեզ այսօր տունն ենք պահել, որ մի Մարկը բան արդեն ասել, տես ինքն էլ համարյա քոպես բոբիկացել մտելա հողերի մեջ։ Էսա։ Մենք ավարտենք, մենք իրա նասկիները պետք է ինչ ճիշտ է շպրտենք։ Ընկերներ, շատ շնորհակալություն ֆանտաստիկ օրվա համար, անկեղծ բարձր տրամադրությամբ հեռանում ենք ձեր տնից։ Շնորհակալ։ Շնորհակալություն, որ համաձայնեցիք մեզ հյուրընկալել ու բացահայտել ամեն բան։ Մերսի շատ մեկ Գոնե հիմա կարես հաջողություն ասել։ Մարկ, հաջողություն։ Դե մի հատ Շնորհակալություն։ օթի։ Ապրես։
Դե լավ մնացեք բարեկամներ, հաջողություն։ Շնորհակալ ենք, հաջողություն։ Բայ բայ։ Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез «Слобода». Давайте быть довольными, а не идеальными. Շնորհակալություն Հովիկին, Շատ շնորհակալություն։ Իդեպ Հովիկ բարձվեց, որ սխալ էինք ասում ամբողջ։ Լիլիթին, Մարկին, շատ ջերմ եւ հետաքրքիր հանդիպում էր Եվ հումորով լեցուն, ամենակարևորը։ եւ ամենակարևորը, որ արդիկ գնահատում են իրենց տունը։ Շատ ռոմանտիկ ստացվեց բան, բայց Շատ։ Այո, գիտես իմ խորին համոզմամբ, երբ գիտես տնի տարժեքը, դու կապրես երջանիկ։ Լավ, կանցնեն տարիներ եւ սա երևի թե ինչ որտեղ գրված կլինի որպես թեվավոր խոսք։ Իսկ ձեզ հետ Վահան Միրաքյան։ Եվ ինչպես միշտ Դավիթ Վարդանյան։ Մնացեք խաղացան։ Հաջողություն, բայց մինչ այդ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին։